Վերադարձանք տաղավար։ Դե շատ թեմաների մասին խոսեցինք, կարևոր մարդկանց նույնիսկ անդրադարձանք, իսկ հիմա շատ կարևոր մարդկանց հետ շատ կարևոր թեմայի մասին ենք ուզում խոսենք, որովհետև մեր տաղավարում մեր այսօրվա առաջին հյուրերին պետք է դիմավորենք։ Սոցիալական ձեռներեցների դպրոցն արդեն 3-րդ տարին է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացնում է «Դարձիր սոցիալական ձեռներեց» զարգացրու քո համայնքը եւ սոցիալական ձեռներեցության դերը Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման գործում կրթական ծրագրերը համայնքապետարանների հետ համագործակցությամբ։ Մի քիչ թեման շատ ծավալուն է եւ այս թեմայի շատ հետաքրքիր է, այսպես իրականությունն ու իրադարձություններն ենք ուզում հասկանանք մեր հյուրերի հետ։ Շտապ ենք ներկայացնել նրանց, մեր տաղավարում են սոցիալական ձեռներեցների դպրոցի եւ միջազգային ակադեմիայի հիմնադիր սոցիալական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը, բարի լույս, եւ Շանթ Վահանյանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի աշտարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Թերևս սկսենք մեր զրույցը այնտեղից, թե արդեն 3-րդ տարին ենք մենք սկսում մեկնարկում, այն 2 տարիների մասին խոսենք, նաեւ խոսենք դրա մասին, թե ինչ արդյունքներ են գրանցել։ Շատ շնորհակալ եմ, իրականում ճիշտ եք ասում, թեման շատ ծավալուն է։ Ուզում եմ ջերմագին, այսպես ասած, ողջույններս փոխանցել պարոն Նիկողոսյանին, մենք առաջին տարում առաջին համագործակցությունը ունեցել ենք Սպիտակի խոշորացված համայնքի հետ, ինչու որովհետև 7 տարի շարունակ այս ծրագիրը իրականացնում էինք, այսինքն սոցիալական ձեռներեցությունը տարածում ենք Հայաստանում եւ Սպիտակում ունենք 8 շրջանավարտներ, ովքեր ստեղծել են 30-ից ավել աշխատատեղեր եւ երբ հանդիպեցինք համայնքի ղեկավարին, ներկայացրեցինք, որ դա մեր կրթության շնորհիվ է, ինքը զարմացած ոչ թե չէր ճանաչում, այլ չգիտեր, հա, համագործակցության արդյունքները եւ ինքը մեծ վստահություն հայտնեց ու առաջին քայլը կատարեց ֆինանսավորելու ուսման վճարը իրենց բնակիչների շատ թերահավատորեն էին վերաբերվում, որ կարելի է մասնավոր պետական սեկտորի համագործակցության արդյունքները այդքան արդյունավետ լինեն։ Մենք պիլոտային ծրագիր իրականացնելուց հետո ներկայացրեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ քանի որ համայնքի զարգացման հետ է առնչվում նաեւ տարածքային նախարարին, երկուսն էլ 3 տարի առաջ մեծ ուրեմն ողջունեցին եւ ուղղորդեցին նամակ բոլոր համայնքի մարզպետարաններին եւ համայնքապետարաններին։ Մենք 1 տարի շարունակ սկսեցինք ներկայացնել ծրագիրը բոլոր մարզերի աշխատակազմի ղեկավարներին եւ 3-րդ տարում, այսպես ասած, մենք Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարին ներկայացրեցինք։ Գիտեք, տարբեր համայնքի ղեկավարների հետ հանդիպելիս հասկացանք, որ կրթությունը կախված որ համայնքում ես իրականացնում եւ մարզում որոշակի փոփոխություն պետք է կրի, քանի որ ես ինքս էլ կրթության ոլորտում դասախոսում եմ 20 տարի շարունակ, իմ համար դա հեշտ է, ինչու որ քարտեզագրես կարիքների հիման վրա լինի, այսինքն կրթություն ուղղակի պետք չի մշակել, կարծում եմ, որ սա պետք է տարածել։ Բարձում եմ մարզ առ մարզ մենք առաջնային սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրներ ունենք եւ ամենակարևորը, որ մենք առաջին փուլ իրականացնելուց հետո ողջևորում ենք, որ համայնքը ինքնուրույն առաջնորդվի եւ երկրորդ, երրորդ փուլը իրենք կատարեն, այսինքն մենք հանձնենք կամաց-կամաց, այսպես ասած, այդ ինկուբացիան, այսինքն մարդկանց կրթելու եւ աշխատատեղեր ստեղծելու, համայնքահեն սոցիալական ձեռնարկություններ հիմնելու մշակույթը դեպի համայնքներ, բայց հասկանում ենք, որ շատ դժվար է բոլոր դեպքերում դեռ Հայաստանում մենք միշտ ասում ենք, որ պետական սեկտորը համագործակցում է մասնավորի հետ, մասնավորը պետության հետ, բայց կան դեռ, այսպես ասած, նոր կամուրջներ, նոր մշակույթներ համագործակցության, փոխգործակցության ուրեմն քայլեր կատարելու եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Փամբակի համայնքի ղեկավարին, ով նույնպես համագործակցության ձեռք է մեկնել ու շատ ոգևորված իրենց բնակիչներն են մասնակցում եւ իհարկե աշտարակի խոշորացված համայնքի ղեկավար պարոն Շավերդյանին, ով շատ ողջունել է։ Երբ ստացվեց առաջարկը եւ ինչպիսի փոփոխություններ եղան ու ինչն էր ամենագրավիչը այս նախագծում, որ որոշեցիք դառնալ մի մասը եւ համայնքը ներգրավվել նաեւ այս նախագծում։ Ծրագրի սկիզբը տրվել է 2024 թվականին, 2024 թվականի մարտի 12-ից արդեն սկսվել են ծրագրի հետ տարվող աշխատանքները, ի սկզբանե համայնքից ներգրավված են եղել
ծրագրին շուրջ 350 բնակիչ 16-ից 75 տարեկան տարբեր տարեկային խմբի բնակիչներ ծրագրի տարբեր փուլերում զտվելով արդյունքում ծրագրի վերջնական փուլին մասնակցել են 45 մասնակից եւ այս ծրագրի կարեւորությունը համայնքի համար կայանում է նա, որ ստեղծվեց մի հարթակ, որտեղ համայնքապետարանը սոցիալական ձեռներեցների դպրոցի շնորհիվ իհարկե համայնքապետարանը ՄՍՑ-ն միասնական սոցիալական ծառայությունները եւ երիտասարդական կազմակերպությունները համախմբվելով ստեղծվեց մի մեծ հարթակ, որը հետագայում համայնքում այս կարգի այլ ծրագրեր իրականացնելու համար շատ լավ հարթակ է եւ կարողանանք մենք այս ռեսուրսը օգտագործել այլ ծրագրերի համար, քանի որ համայնքում սոցիալական խնդիրների լուծման համար այս սոցիալական ձեռներեցների համայնքը ստեղծելը շատ կարեւոր էր եւ ես կարող եմ արձանագրել, որ սա ոչ միայն համայնք էր, այլ նաեւ ընտանիք, որտեղ կիսվում էին մարդիկ իրենց գաղափարներով եւ նաեւ իրենց գաղափարը ավելի գեներացնում էին, ավելի հետաքրքիր արդյունքներ էին ստանում մեկ այլ գաղափարի վերաբերյալ լսած իրանց ինֆորմացիայից եւ նաեւ կարող եմ իմ մեջ շնորհակալությունը հայտնել սոցիալական ձեռներեցների դպրոցին, քանի որ Ինչքանով որ ես տեղյակ եմ 76 ժամ էր ի սկզբանե նախատեսված, բայց 76 ժամի փոխարեն իրենք մեր համայնքի բնակիչներին տրամադրել են 152 ժամ եւ ավելին ասեմ, խորհրդատվական ծառայություն են իրականացրել մեր համայնքի բնակիչների համար անհատական, յուրաքանչյուրի համար տրամադրելով 6 ժամ։ Եվ սա շատ կարեւոր է եւ քանի որ արդեն իսկ մեր բնակչության մեջ համայնքային սոցիալական խնդիրների իրենց գաղափարներով լուծման հասնելու համար արդեն իսկ իրենց համար տրված է հիմքեր։ Հետագայում, եթե նույնիսկ այսպիսի ծրագրեր չանենք էլ սոցիալական ծրագրերի դպրոցի հետ, մենք կարող ենք արձանագրել, որ մեր բնակիչները ինֆորմացված են, որ իրենք կարող են այսպիսի գաղափարներով կիսվել, համայնքի հետ համատեղ որևէ գործունեություն անել, որի արդյունքում մենք ընդհանուր մեր խոշորացված համայնքում կունենանք արդյունավետ առաջընթաց։ Հիանալի է։ Խոսելով նաև մարզերի եւ համայնքների առանձնահատկություններից, ինչպիսի սոցիալական խնդիրներ կային Լոռիում եւ Արագածոտնիում։ Տեսեք, ընդհանրապես բոլոր Հայաստանի Հանրապետությունում առաջնային սոցիալական խնդիրը զբաղվածությունն է, եթե մենք գնում ենք համայնքներ, դա պարզ է, հա, որ վերջին մեր տարիների պատերազմի եւ այլ խնդիրների ազդեցության հետևանքներ են ու շատ անգամ մարդիկ գիտեք մտածում են որ դեպի Երևան գան Երևանում շատ ավելի ապահով է շատ ավելի գումար կարող են աշխատել մեր նպատակն է այս ծրագրի շնորհիվ որ մարդկանց ուժեղացնենք իրենց միջավայրում եւ իրենց մոտիվացնենք օրինակ մեր նույն աշտարակը որ 20 րոպե հեռավորության կամ հա շատ մոտ գտնվող համայնքա շատ բնակիչներ որոնք 50-ից 70 տարեկան են ովքեր աշխատաշուկայից կարծես թե կամած հա դուրս են մնում իրենց կամքով կամ այդպես է ստացվել իրենք մեր կրթության շնորհիվ ողջևորվում են եւ նոր նախաձեռնություններ են իրականացնում եւ մենք հենց ֆինանսավորումը իրականացնում ենք այն գաղափարների որոնք տարբեր տարիքային խմբեր են օրինակ Տիկին Բավականով 40 տարի աշտարակում դպրոցի տնօրեն է եղել շատ մեծ ստրես էր տարել որ արդեն ինքը որպես ուսուցիչ է հանդես գալի բայց մենք իր հետ խոսելով շուտով փետրվարին բացումը կլինի տարեցների կենտրոնը հիմնելու ստեղծարարության եւ զբաղունակության այսինքն իր առաջնային սոցիալական խնդիրը լուծելով փորձելու իր տարեկիցներին ակտիվացնել եւ այլն կամ նույն կերպ մենք հանդիպել ենք երիտասարդների ովքեր Սերժը կամ Գոհարը ով ասում են Գոհարը սկսել էր կերամիկական գործ իրականացնում բայց անընդհատ ոնց որ կարծում եմ որ մեկը պետք էր իրան անընդհատ ուղղորդել որտեվ 3 բալիկներ ունի ընտանեկան հոգս եւ այլն ինքը փորձելու է մաստեր կլասներ իրականացնի տարբեր բնակավայրերում երեխաներին փոխանցելով հայկական ասենք կավագործությունը կամ ասենք օրինակ Սերժը ասում է ես վախենում եմ ու ինքը երիտասարդ ակտիվիստ է վախենում է ինչ որ երիտասարդական հետաքրքիր
այսպես ասած միջավայր ստեղծել, որտեղ երիտասարդները կհանդիպեն ու մտածում են, որ ես կտապալեմ, ոչ թե ասում եմ մենք գնացինք, ամեն ինչ գեղեցիկ դարձավ, բայց 60 փորձագետները, որոնք առաջատար ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև իրենք փորձում են շատ ավելի մատչելի, այսպես ասած, հա, նույնիսկ շատ մարդիկ անվճար հասնել համայնքներ, բայց մի պայման են դրել մեր առջև, նո այսպես մենք մեր թիմի, որ պետք է արդյունքներ լինեն եւ իրենց լավը զգան, որ իրենք էլ են այդ մասը կազմում։ Նույն ասենք Լոռու մարզում, որ ասում եք ինչ խնդիրներ կան, Լոռու մարզում ասենք օրինակ Սպիտակում երկրաշարժից հետո կարծես թե շատ տարիներ է անցել, բայց շատ բնակիչներ դեռ հոգեբանական այդ հա տրավման չեն հաղթահարել ու շատերը մտածում են, որ սիրում են Սպիտակը, իրենք չեն ուզում Սպիտակից հեռու գնան, բայց ինքը արտադրական քաղաք ա եղել երկրաշարժից հետո, հա, եւ հենց պարոն Նիկողոսյանը միշտ ասում է, որ պետքա կամաց քայլեր իրականացնենք, որ Սպիտակը նորից, հա, աշխատատեղերի, այսպես ասած, վայր լինի ու բոլորը գան Սպիտակում ապրեն։ Փամբակ ինքը շատ հետաքրքիր բնություն ունի ու շատ հետաքրքիր ուժեղ, այսպես ասած, բնությանը մոտ կանգնած մարդկանց շատ այլ մտածողություն ունեցող, բայց հարակից հենց Սպիտակի հարևանությամբ է գտնվում, բայց իրանք էլ ոնց ասեմ, իրանք էլ պետքա ոչ թե մոտիվացնել, այլ անընդհատ ասել, որ դու կարող ես, եւ այսինքն շատ տարբեր են մարդիկ, բոլորը շատ հետաքրքիր, ասում եմ, ոնց իրենք չեն ուզում գան Երևան, նո այս կներեկելի, որ ասենց ինչ, ասում ինչ լավ է, որ դուք ուզում եք մարզում մնաք, այդպես, իրենք նաև կարիք ունեն շփվելու, գիտեք, շատ ճանաչում են կարող բնակավայր մարդիկ իրար ճանաչում են, բայց այս մեր հանդիպումների շնորհիվ տարբեր բնակավայրերի մարդիկ դառնում են ընկերներ, հարազատներ, գաղափարներ են փոխանակում, այո, գործընկերներ են դառնում, ուզում են իրար օգնեն, ոգևորվում են մյուսի հաջողությամբ, շատ հետաքրքիր է, էլի, որ իրանք ոգևորվում են, որ ինչ որ մեկը հաջողեց, եւ շատ անգամ մենք մտածում ենք, որ կրթություն չի ուզում ստանալ 40-ից բարձր տարիքի մարդիկ, իրանք շատ դժվար են ընդունում նորարարական տեխնոլոգիա թվայնացված կրթության, հա, այսպես ասած, բայց երբ որ իրենց բերում ես այդ դաշտ, իրենք ավելի առաջ են գնում, որովհետև կարծես թե իրենց կյանքում այնպես է դասավորվել, որ այդ բացը ուզում են կար ժամանակում լրացնեն։ Չեմ ասում, որ մենք բոլոր համայնքներում իրականացնենք, ուզում են ոգևորել, ոնց որ վարակում ենք մեր բոլոր շրջանավարտներին, փորձագետներին, համայնքի ղեկավարներին, իրենց թիմակիցներին, որ սոցիալական ձեռներեցությունը համայնքի զարգացման կարևորագույն մեխանիզմն է, դա ես չեմ որոշել, դա ամբողջ աշխարհում այդպես է, ուղղակի մենք փորձում ենք ադապտացնել եւ հայկականացված մեր կողմից մշակված եւ արդյունավետ մոդելը փոխանցել ու ուզում եմ բոլոր հանդիսատեսին, ձեզ ովքեր լսում են մեզ հանդիսատես լսողներին, ձեզ ոգևորել, որ սոցիալական ձեռներեցություն մեկ օր առաջ համայնքներում լինի եւ ինքը կարճ ժամանակում փորձում է լուծել այնպիսի սոցիալական խնդիրներ, որ կարողա թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շատ ջանք ու եռանդ է դնում, բայց հավատացեք, այս մոդելը ավելի արագ է լուծումներ տալիս։ Իսկ հաջորդ կանգառավորոշվել է արդյոք որտեղ է լինելու։ Այո, մենք բոլոր համայնքի ղեկավարների այդ հանդիպումների ժամանակ այդպես արձանագրել ենք, որ կրթությունը քանի որ 3 ամիս է եւ մենք 3 ամսում կարող ենք 3 համայնք սպասարկել, հետեւաբար հաջորդիվ պետքա գնալ մյուս մարզեր, ուղղակի մի քիչ մենք էլ ենք վախենում, տենց մեկ-մեկ մեր մասնակիցներն են վախենում, նոր մարզը ինքը ենթադրում է 6 ամիս հետազոտություն, հասկանալու թե հա որտեղ է ավելի խոցելի ու հատկապես այն համայնքների հետ ենք աշխատում զուգահեռ, որոնք փոքր են, բյուջեի տեսանկյունից իրենք չկարողանային այս կրթությունը ստանալ, որտեղ բավականին ինքը անհասանելի է շատ անգամ թվում, բայց ավելի շեշտադրում է այս անգամ դնելու ենք ավելի հեռավար, ավելի սահմանամերձ գոտում գտնվող համայնքների վրա։ Այսինքն մենք նորից առիթ ենք ունենալու խոսելու, շփվելու։ Ես կուզենամ ուղղակի երևի թե կարող եմ իմ անդադ ես չխոսեմ, այլ ներկայացուցիչները, բայց վստահաբար ուզում եմ, չգիտեմ, ասել, որ եթե 7 տարիներ ապացուցեցին, որ կան արդյունքներ եւ աշխատատեղերը, որոնք ստեղծվել են մեր կողմից վերահսկվում են, կարծում եմ, որ պետք է ինքը շարունակականություն ունենա։ Եվ եթե պետք է, որ այս կրթությունը մենք փոխանցենք նախարարություններին, մենք պատրաստ ենք, ուղղակի պետք է այնպես փոխանցումը տեղի ունենա, որ արդյունավետությունը չտուժի։
Իրականում, եթե մեկ մարզում, մեկ համայնքում կարողացել են 8 երիտասարդ ստեղծել 30 աշխատատեղ, սա օրինակներից ընդամենը մեկն է, թե ինչպիսի արդյունք կարող է տալ այս կրթությունը, ապա վստահաբար հաջողելու եք դեռ հաջորդ օրերին, ամիսներին եւ տարիներին, իսկ այդ հաղթանակների մասին մենք պատրաստ ենք միշտ բարձրաձայնել ու խոսել նաեւ մեր տաղավարից, այնպես որ ասում ենք ոչ թե հաջողություն, այլ մինչ հանդիպում։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օրվա Ես եմ շարունակություն եք մաղթում, ասում ենք, չէ, թեման շատ ծավալուն է ու ընդամենը 10-12 րոպեների ընթացքում չեն կարող ամբողջությամբ անդրադառնալ ու մանրակրկիտ զրուցել։ Մենք կսպասենք ձեզ լավ օրվա շարունակություն եք մաղթում, իսկ հիմա կունենանք փոքրիկ երաժշտական դադար, որից հետո կվերադառնանք մի կարևոր տեղեկությամբ ձեզ հետ կիսվենք ու կշտապենք խոսքը փոխանցել մեր գործընկերներին։